Ուրեմն առաջինը ներփչումը։ Ուրեմն կա ներփչումը բերանքիդ։ Ուրեմն կամ դու բերանը իր բերան ես դնում փչում ես։ Հիմա ասում եք, լավ, մեր թոքերի օդն ենք փչում։ Հիշեք, մենք թթվածինից վերցնում ենք, դրսից մթնոլորտից վերցնում ենք 21% թթվածին, 2-ը մեր օրգանիզմը վերցնում է, 19-ը հանում ենք դուրս։ Դա էլ ասացու գաս։ Այսինքն մենք որ փչում ենք 19% թթվածին ենք տալ, իր մոտ 0 է։ Այսօր դուք չմտածեք, ապեր, բայ փչացի մեջ թթվածին 19% կա, ինքը իրանը վերցնել է։ Այսօր դա չեք բանանում։ Հիմա նայեք, բերանքիդ։ Ես պետք է ներփչեմ, կարող է շնչուղիները փակա։ Այսինքն մենք իրան նայեք, շնչուղիները բացում ենք։ Լեզուն կարող է փակել, նայեք, ճակատին, չանի տակ, բերում ենք հետ։ Հիմա եթե ես բերանից փչեմ, քթից ելնելի է։ Այս որ ճակատը պահում էր, քիթը փակում է։ Երկու անգամ խորը շնչում եք, բերանը կպցնում եք բերանի, ամբողջ ուժով փչում եք։ Հիմա նայեք, այս որ սենց էի տարի, այս մատերը դնում եմ թշին։ Դա չի կա, ինչի համար։ Եթե ես փչեմ, հանկարծ ստեղ փակ եղավ, օդը обратно է գալի, թշերը ուռում են, ես ջոգում եմ, որ չգնաց։ Համել փչելուց նայում եմ աչքի պոչով, փչում եք, ինքը ուռում է։ Մարդը որ կլինիկական մահվան մեջ ալու, մկանային տոնուսը ընկած է, ինքը փակուկ է։ Դուք որ փչում եք, սա ուռում է։ Երկու անգամ խորը շնչում եք, բերանը կպցնում եք առանց զզվելու բերանին։ Նեք երկու շլանգը հանել եմ ես, այս բացվել եմ, որ բան չարի, իրականում մանեկենի մեջ է դնում, որ դնում եք ինքը փչում է։ Ուրեմն երկու անգամ փչում եք, 30 անգամ սեղմում եք։ Չեք գալի այսպես։ Կա մի հատ բժիշկը տենց անում, մոմեն անգստան։ Ուրեմն խորը եւ երկար փչում եք, կրծքավանդակը բարձրանում է։ Սա ներփչումն է բերան։ Կարող է վիշկից ընկելալ, լրիվ ատամները կոտրած, փշրած, արյունա, դուք չեք կարա բերանքիդ եք փչելու։ Ճակատին դրինք, չանի տակ շնչուղները բացինք։ Այս որ չանի տակ էր փակում է բերանը, դուք քթից։ Մեկ երկու անգամ ներփչում անում եք, 30 սեղմում եք։ Բերանքիդ։ Հիմա նայեք, ասել